Պարոն Խուդատյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել էր, տակն էլ այդպես գրել էր, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգում էր հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ Որ հանրահավաքի օրը։ Հա, քաղաքական շատ լավ, Վաղարշապատի քաղաքապետարանի, քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել Վաղարշապատ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով Վաղարշապատ ժամանած ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ քարոզարշան։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Եկեղեցու դեմ չի սկսվել, խոսքը վերաբերվում է հաղթել է տարբեր ընտրություններով, ամեն դեպքում ձեր ուսումնասիրություններով ինչ-որ ես առաջարկում եմ ձեզ այդ հարցի պատասխանը ստանալու համար հարցում իրականացնեք Վաղարշապատում, բայց քանի որ դատելով են հանգամանքից, որ ձեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը երեք ըստ երևույթին հարցում էր իրականացնել, ես նույնիսկ այդ հարցումը, նույնիսկ այդ հարցման բովանդակությունը, նույնիսկ այդ հարցման ուղղորդումները տեսնելով, այդպիսի մտահոգություն չունեմ։ Նույնիսկ այդ ուղղորդումներին քաղաքացիների հստակ պատասխանները տալով ես այդ մտահոգությունը չունեմ եւ ավելին ասեմ, Վաղարշապատցիները, Էջմիածնեցիները շատ ավելի վաղուց են ծանոթ որոշակի հոգեվորականների արկածներին, այն պարզ բերումով, որ այդ արկածները իրենց աչքի առաջ են եղել, այդ արկածները եղել են մեր Վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել Վաղարշապատցիներին, Էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի Վաղարշապատցիների համար բացահայտում չի, որովհետև Վաղարշապատցիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգևորականների հետ միասին։ Ինչքան ժամանակ է որ գիտեմ Վաղարշապատցիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արկածներ, մի երկուսը մատնանշել։ Ոչ։ Ինչու՞։ Բա խոսում եք առանց Շատ լավ։ Փաստեր չունեք, փաստորեն։ Այդ ժողովուրդն է մեզ այդ արկածներով կիսվել, այդ ինֆորմացիայով կիսվել։ Մի խոսքով այս բլոկին արգելված Արտահայտներից մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարց տաք։ անցնում է արդեն հոգևորականների, այսպես անձնական կյանքի միջամտելու այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդուն, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դահլիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգեվորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի, իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուդատյան, նորից ընտրությունների թեմա մի հարց Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը Վաղարշապատում սպասվող ընտրությունների չափաններ առաջացրեց ինչ ուղերձ է Վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ձայներ հավաքի։ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից,
որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է եղել։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել։ Ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի, որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։ Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու, եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով փոխված մեքենաներով թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու, դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխության է, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու Վաղարշապատի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն, պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Միանշանակ խոսում ենք ընտրություն։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև վաղարշապատցիները ճանաչում են պարոն Մեխակյանին, պարոն Մեխակյանի ընտանիքին, պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում, Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից, Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալիոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված տեխնացուներին այս նույն գյուղապետերը նորից առաջադրվում աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր տեխնացուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, Եվ հիմա հաղթելու է, այսինքն վաղարշապատցիները պատկերացնում եք մեր Ասլտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք 4000 շավ ենք։ Դուք միանշանակ խոսում եք, որտեղ 4000 շավ ենք իրականացել։ Միանշանակ խոսում եք։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել։ 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ։ Ինչ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալիոց այդպիսի շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր, շատ լավ, պայմանավորվեցինք։ Պարոն Խուդատյան, մի հարց էլ, եթե կարա, ձեր ժողովրդավար Թույլ տվեք ես որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ դուք ինձ կասեք։ Պարոն Խուդատյան, քիչ առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք վաղարշապատցի,
Դուք ում կընտրեիք ընտրություններին։ Պարոն Խուդատյան, երբ որ դուք թվարկեցիք այս ընկալի դպրոց մանկապարտեզ նույնիսկ եկեղեցի եւ այլն, այդ դեպքում եթե պարոն Մեխակյանին ընտրողները այսպես ձեռքից ձեռք էին խլելու, որ ընտրեին, ինչի խոյ համայնքը, որտեղից պարոն Մեխակյանն է բերեցիք, միացրեցիք վաղարշապատին, արդյոք սա չարվեց նրա համար, որ Սա արվեց ավելի արդյունավետ կառավարման մոդել ունենալու համար եւ ես 2021-ին էլ առաջարկել եմ նաեւ քննարկումների ժամանակ փոքր համայնքային մոդելներ չունենալ Հայաստանում եւ 2026 թվականին դուք կհամոզվեք, որ մեր օրակարգում շարունակում է մնալ այլ միավորված համայնքների վերամիավորումը մի պարզ պատճառով գոյություն ունեցող կարգը թույլ է տալիս ավելի մեծ համայնքների ավելի մեծ միջոցներ տրամադրել, որոնցով հնարավոր է լինում նաև իրականացնել ավելի մեծ աշխատանքներ։ Ես այստեղ էլ դահլիճում էլ պարոն Նազարյանի հարցին, երբ որ անդրադարձա, մի համանման հարցը լինքներ տվել, բայց իհարկե այլ տրամաբանության մեջ դուք ավելի քաղաքական տրամաբանության մեջ եք այդ հարցը տալի հասկանալի պատճառներով, ես հետևյալը պիտի ասեմ։ Եթե մենք ունենք երկու համայնք, որոնք օրինակ պետությունից յուրաքանչյուրը ստանում է պայմանական ասած 1 միլիարդ դրամ դոտացիա, որը իմիջիայլոց համայնքի գործունեությունը ապահովող հիմնական ֆինանսավորումն է, շատ դեպքերում դա շատ ավելի շատ է, քան սեփական միջոցները, այդ համայնքների միավորման արդյունքում միայն այդ դոտացիայի թիվը ոչ թե դառնում է իրենց մաթեմատիկական գումարը 2 միլիարդ դրամ, այլ շատ ավելի շատ, ինչը հնարավորություն է տալիս համայնքում շատ ավելի շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մարդկային ռեսուրսի առումով թույլ է տալիս համայնքում ավելի մեծ պոտենցիալով մարդկային եւ մասնագիտական ռեսուրս կենտրոնացնել։ Պարոն Խուդատյան, վաղարշապատում արել ենք այս տրամաբանությամբ։ Հակառակ տրամաբանությամբ անելու պարագայում մենք վաղարշապատում ունենք ավականի, որ ուներ մեծամասնություն, կարող էինք ավականոց ընտրել համայնքի ղեկավար, որը բնականաբար հետո նաեւ ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ չէր խանգարում մեզ, որտեվ պարոն Մեխակյանի գլխավորությամբ այդ ավականին նորից շարունակեց նիստերի գալ, բոլոր որոշումները, որոնք եկան ավականին, մեր ավականին նորից ընդունեց այդ որոշումները եւ հետեւաբար կարող ենք անել դա եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը չգնալ ընտրության, բայց որովհետեւ կարծել ենք, որ վաղարշապատի եւ խոյի բնակիչների շահերից է բխում իմ ասած տրամաբանության մեջ համայնքների միավորում անելը, մենք գնացել ենք միավորում։ Խուդատյան, դուք նոր Պատկերացնում եք, մենք ընտրություններից հետո այդպիսի բան անենք, օրինակ շատ տեսականորեն Պատկերացնում եք, մենք վերջին երկու ընտրություններից հետո, օրինակ Գյումրիից եւ Փարաքարից հետո այդպիսի բան անենք եւ հետո ձեր արձագանքը պատկերացնում եք այդ անելու։ Պարոն Խուդատյան, քիչ առաջ այստեղ Պարոն Խուդատյան, ազգային ժողովում նաև Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են ընթանում նիստերը եւ Եվրանեստ ԽՎ-ի քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադառնալով ձեր ժողովրդավարական բաստիոնում ձերբակալություններին ամոթանք է տվել ձեր իշխանություններին, ասելով, որ 20-ից 40 հոգով հարձակվում եք, մարդ եք ձերբակալում, 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում եք ընդհանրապես կարծիքի համար, օրինակ կաշառքի համար է, այլ բան է։ Դա չեմ հասցրել ուսումնասիրել։ Դրա համար ընթերցում ու ամբողջությամբ կարծիքը ասեք, կաշառքի համար է այլ է, բայց երբ կարծիքի համար մարդ են դատում սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր եղեք, երբ որ ուզում եք Եվրամիության անդամ լինել։ Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո, 2018 թվականից առաջ ոչ միայն դատել են, այլև զուգարանում սպանել են այդ մարդկանց։ Ձերբակալությունների Այլև Երևանի կենտրոնում ավտոմատով կրակել են սեփական կարծիք հայտնող մարդկանց։ Կոչուբաևին ստատուսի համար չփռին ասֆալտին։ Ոչ։ Պրոցես կա, որով կարծում եմ այդ պրոցեսի արդյունքում պարզ կլինի ինչի համար։ Սամվել Կարապետյանը ինչի համար ասեց մասնակցում են ու բռնեցին։ Ինչին էր մասնակցում։ Ասեց կմասնակցենք եկեղեցու դեմ վերձևով։ Շատ լավ։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Եվ մի պահ են մեկնաբանությունը, որ Այսօր մենք չենք ասում։ Մեկնաբանությունը, որ Եվրոպային եք լսում, ոչ մեկին չեք լսում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են լսում, քաղաքացիների մեծամասնությանն են լսում, ովքեր մեզ 2021 թվականին մանդատ են տվել Հայաստանում իրականացնելու այն ծրագրերը, այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք Իրավական համակարգի Հայաստանի Հանրապետության ասում են, որ խորհրդային իրավական համակարգից եկած ժառանգությամբ եք առաջնորդում։ Հայաստանի Ուղարկում եք բաթ, հետո ասում եք, հետո կտեսնենք։ Հանրապետության
իշխանությունը եւ կառավարությունը շարունակելու են նաեւ 2026 թվականին լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, միայն քաղաքացիներին, բացառապես քաղաքացիներին եւ ուրիշ ոչ մեկի քաղաքացիներից բացի։ 21 թվականի քաղաքացին ձեզ քվե տվեց, որտեղ մեկ մի ծրագիր նախընտրական, որտեղ Արցախի հետ կապված խոստումները 2026 թվականին ընտրություններ են, 2021-ին էլ պնդում էիք, որ մեզ դուք չեք պնդում, իսեր Աստծո պնդումն էին, որ մեզ ձայն չեն տալու, քաղաքացին այդ պնդումը անողներին իրենց տեղը ցույց տվեց, մենք վստահության քվե ստացանք 2026-ին էլ 2026-ին Շուշի հադրութի դեօկուպացիայի էլ իր տեղը ցույց կտա, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գրել էիք, որ Շուշի եւ Հադրութ եք դեօկուպացնել։ քաղաքացիները մեզ ձայն են տվել խաղաղության օրակարգը առաջ տանելու մասով, ինչի շուրջ մենք վերջին 5 տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք շոշափելի, որի ուրեմն հաստատումը նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության ուրեմն համաձայնագիրն է եւ այդ համաձայնագրի մեկնաբանումը Հայաստանի Հանրապետության, արդեն նաև Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ադրբեջանից էլ հրապարակային հայտարարություններ են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այլևս հաստատված է խաղաղություն, Հայաստանում էլ այդպիսի ուրեմն արձանագրում է եղել եւ նաեւ նույն արձանագրումը կարծում եմ հիմա շատ այլ երկրների կողմից կա։ Այսինքն այս եվրոպացի падգամավորը պարոն Խոթեթյան Խնդրում եմ եվրոպացի падգամավորին էս մի ասեք, սկսենք դրանից հետո հիշատակ խորը մոլորության մեջ է, որ Հայաստանում ամեն դեպքում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ Ես չգիտեմ ով ինչքան խորը մոլորվածության մեջ է թե ոչ, թույլ տվեք չմեկնաբան։ Պարոն Խուդաչյան, անդրադառնալով վաղաշաբաթի ընտրություններին, քանի որ դուք մասնակցում եք քարոզարշավին, այնտեղ չմիացնում մարդիկ խոսում են, որ Արգիշտի Մեխակյանին չեն պատրաստվում ձայն տալ միայն ՔՊ-ի թեկնածու լինելու համար։ Ձեր քարոզարշավի ընթացքում հանդիպել եք նման մարդկանց։ Ոչ իմ քարոզարշավի ընթացքում չեմ հանդիպել նման մարդկանց, Տիկին Ջեբեջյանը մեր այդ ամբողջ քարոզարշավի մասնակցել է շատ լավ, եթե այդ մարդիկ ասում են ընտրությունները ցույց։ Առնվազն նախորդ բոլոր ընտրությունները վաղարշաբաթում ցույց են տվել, որ քաղաքացիները մեզ են ձայն տալիս, հետեւաբար եթե այդպիսի մտահոգություն կա, կարծում եմ դա ընդդիմադիրների մտահոգությունը պիտի լինի։ Արկածները, որ էջմիածները տեսել էին հոգեվորականների հետ կապված, նաև ամենայն հայոց կաթողիկոսի արկածներն էին տեսել, թե ոչ։ Ես առանձին մեկնաբանություններ չանեմ, աղմկահարույց հայտարարություն վաղարշաբաթիներն են արել, որը ոչ միայն հայտարարություն է, այլ ասում բացեք այդ ռեպորտաժը նայեք, հիմա լրատվամիջոցը այսօրվա հարցում այսօր կամ երեկ եմ տեսել, ըստ երևույթին չեմ լավ լրատվամիջոցի անունը չասեմ, բայց լինքը կուղարկեմ, ես հո չեմ ասել, վաղարշաբաթիներն են, խնդրում եմ նայեք, եւ ես վստահ եմ, որ այդ տեսանյութը sense Ինչքան հնարավոր է ուղղորդված էր, որտեղ եթե դուք էլ տեսնեք, իսկ այս հարցը, իսկ մի հատ էլ այս հարցի, իսկ մյուս այս հարցը բան, այդ ռեպորտաժում ասում են, որ տեսել են հոգեվորականների այդ թվում տարակուսանք հայտնող բազմաթիվ մարդիկ կան, եւ այդ ռեպորտաժում, եւ շատ ավելի շատ այդ ռեպորտաժներից դուրս, եւ տարբեր բնակավայրերում, որովհետեւ վաղարշաբաթիները միջավայր են կիսել որոշ վայ հոգեվորականների հետ եւ առավել քան ուրեմն այդ միջավայրը առավել քան խոսուն է եղել այն ուրեմն խնդիրների մասով, ինչը մենք արձանագրում ենք։ Այդ ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժը նայելու հիման վրա եք այս պնդում։ Եթե վաղը որոշեք ձեր աշխատանքային օրը տրամադրել վաղարշաբաթում հարցում անելու, շատ մեծ հավանականությամբ ձեզ էլ կպատմեն։ Չէ, դուք ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժով եք տեսել։ Մի հատ հարց նորից։ Դուք վաղարշաբաթիների Մի խոսակցություն։ հարց էր պարոն Խուդատյան, ձեր խոսքում գործեցիք քոչարյանական ընդդիմություն, կապակցությունը, խնդրում եմ իրազեկեք Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Որ քաղաքական ուժ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է, ուրեմն հաղթանակ դաշինքը քոչարյանական ընդդիմություն է։ Գյումրին ցույց տվեց, որ ուրեմն Արթուր Վանեցյանի կուսակցությունը քոչարյանական ընդդիմություն է։ Ցավ եմ ապրում, որ ժառանգությունը իրեն պահում է այնպես, ինչպես քոչարյանական ընդդիմությունը։ Եվ առնվազն այս 4 ուժերը, որոնց մասին ասացի, իրենք քոչարյանական ընդդիմություն են, իրենց ընտրող քաղաքացիները պիտի
ուղիղ իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, շատ ուղիղ պիտի իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը վաղար շաբաթում որոշել է մի քանի ուժերով մասնակցել քարոզարշավին, եւ այդ ուժերը բոլորը կառավարվում են մի տեղից, եւ Գյումրին էլ ցույց տվեց, որ այդ բոլոր ուժերը կառավարվում են մի տեղից։ Հանրապետության երրորդ նախագահը որևէ ուժով մասնակցում է, թե որոշել է ձեռնպահ մնալ վաղար շաբաթում։ Մայր Հայաստանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը Քոչարյանի գաղափարակից ուժն է, դատելով Քոչարյանի հետ ազգային ժողովում կոալիցիոն գործընկեր դաշնակցությունը ներգրաված է ուղիղ իր անունով դաշինք է կազմել մեկ այլ կուսակցության հետ եւ հաղթանակ կուսակցության մեջ ժառանգություն դաշնակցությունը իր մասնակցություն ունի Գյումրին ցույց տվեց որ նաեւ Վանեցյանն է ըստ անհրաժեշտության ուրեմն որոշումներ կայացնում Քոչարյանական ուժերի տրամաբանության մեջ եւ ես վստահ եմ նայելով նաեւ ժառանգության ցուցակը վաղար շաբաթում վստահ եմ որ վաղար շաբաթում նաև ժառանգությունն է Քոչարյանական ընդդիմություն դարձել բայց մենք այստեղ մտահոգություն չունենք դուք հարցը տալիս եք ես այդ հարցին պատասխանում եմ եւ դա թող չդատվի որպես չդիտվի որպես մտահոգություն Քոչարյանական ընդդիմությանը ինչ անունով էլ իրենք հանդես գան որ ժամերին եւ ինչ տարբերվող մեքենաներով էլ իրենց նախընտրական շտաբեր այցելել Քոչարյանական ընդդիմությանը վաղար շաբաթին իր տեղը ցույց է տալու այնպես ինչպես իր տեղը Քոչարյանական ընդդիմությանը ցույց է տվել 2018-ի համապետական ընտրությունների ժամանակ 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ 2021 թվականի ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ինչպես Խոյ համայնքում 2018 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այնպես էլ 2021-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այնպես էլ 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ Եվ իմիջիալոց եւ ընդդիմության դերակատարները չեն փոխվել վաղար շաբաթում եւ չի փոխվել նաեւ իշխանության դերակատարները Պարոն Մեխակյանը կանգնած է եղել Արմավիրի մարզում եւ վաղար շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրանցած հաղթական արդյունքների կարևոր կետում ինքը կարևոր մասնակցություն է ունեցել քաղաքացիական պայմանագրի հաղթանակում ոչ միայն վաղար շաբաթում այլև Արմավիրի մարզում այն տրամաբանության մեջ որ ինքը մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ ամենաշատ ձայները հավաքած падգամավոր է նաեւ աշխատել է Արմավիրի մարզպետի տեղակալ նաեւ Արմավիրի մարզպետ այսինքն հաղթողները մի տեղում են պարտվողները մի տեղում են ընտրողները նույն տեղում են ընտրողները պարտվողներին ցույց կտան իրենց տեղը հաղթողներին ցույց կտան իրենց տեղը ինչքան էլ ռեբրենդինգ անեն հետաքրքիր գույների այլ անունների այլ նկարների այլ պատկերների մեջ տրամաբանությունը Նորան Խոդատյան իսկ վաղար շաբաթցիները նախքին ԿՊ ղեկավարի Դիանա Գասպարյանից գոհ էին Չեմ կարող ասել ամբողջ վաղար շաբաթցիները գոհ են բնականաբար կլինեն մարդիկ ովքեր գոհ են աշխատանքից բնականաբար կլինեն մարդիկ ովքեր դժգոհ են աշխատանքից եւ կարծում եմ դա ցանկացած համայնքի ղեկավարի վերաբերվող հարց է մի քիչ ավել մի քիչ պակաս տրամաբանության մեջ Չեք կարծում որ Դիանա Գասպարյանի օրինակից հետո վաղար շաբաթցիները պարզապես չեն ցանկանա իրենց ձայնը տալ Գասպարյանը այլ քաղաքական անհատ է այլ գործիչ է Արգիշտի Մեխակյանը այլ գործիչ է եւ երկու անձերի մեջ համեմատական անցկացնելը կարծում եմ սխալ է որովհետեւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի Դիանա Գասպարյանը չունի եւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ ինքը առանձին քաղաքական գործիչ է որը առանձին երբ որ աշխատել է առանձին գնահատականի է արժանացել առանձին երբ որ առաջադրվել է առանձին թվով մեծ թվով ձայները ստացել Պարոն Խոդատյան հնարավոր է որ հանրապետության վարչապետը քարոզարշավի վերջին օրը այցելի վաղար շաբաթ այդպիսի պլանավորում էս պայն չունենք այդ հարցերը առաջին հերթին որոշում է հանրապետության վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը մենք այդպիսի հարց չենք քննարկել այլ մանրամասներ ասել չեմ կարող։ Շնորհակալություն։ Հարցեր կան բաց։ Առանձին էքսկլյուզիվ։ Ա